1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեից մոտ մեկ ամիս անց Հայաստանի քաղաքացիները նորից պետք է ընտրատեղամասեր գնային։ Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին ընտրությունները նշանակված էին հոկտեմբերի 16-ին։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Ղարաբաղ կոմիտեի անդամ եւ Հայոց համազգային շարժման նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել էր Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ։ Հենց նա էր նախագահական մրցավազքի ակնհայտ ֆավորիտը։ Լևոն Տեր-Պետրոսյանից բացի Հայաստանի ղեկավարի պաշտոնին հավակնում էր եւս 5 թեկնածու։ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղ կոմիտեի անդամ անկուսակցական Ռաֆայել Ղազարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայացնող անվանի դերասան Սոս Սարգսյանը եւ գրող հրապարակախոս Զորի Բալայանը։ Քարոզարշավի վերջում Զորի Բալայանը իր թեկնածությունը հանելու մասին դիմում էր ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն նրա անունը մնացել էր քվեաթերթիկում։ Հոկտեմբերի 16-ը չորեքշաբթի էր, որը ոչ աշխատանքային էր հայտարարվել։ Ընտրական տեղամասերը բացվել էին առավոտյան 7-ին, իսկ ցուցակներում ընդգրկված էր 2.164.000 ընտրող։ Ընտրություններից առաջ Գիտությունների ազգային ակադեմիայի սոցհարցումների կենտրոնը տեղեկացրել էր, որ հարցվածների 72.5%-ն ասել էին ընտրելու են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իրականում նա ավելի շատ ձայն ստացավ՝ 83%։ Երկրորդ տեղում Պարույր Հայրիկյանն էր, երրորդ տեղում Սոս Սարգսյանը։ Մասնակցության ցուցանիշը եւս բարձր էր՝ 74%։ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 1.260.014 ընտրող, ինչը Հայաստանի նորագույն պատմության մեջ դեռևս չի կարողացել կրկնել որևէ այլ քաղաքական գործիչ կամ ուժ։ 1996-ին նախագահության երկրորդ ժամկետը ստանձնելուց հետո հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր. 1991 թվականին ես հաղթել եմ ազգային ազատագրական շարժման ռոմանտիկ ալիքի վրա։